Սա մեր ընկերության արտադրած փափուկ պանիրն է, որը 10 տարի է արդեն շուկայում է։ Թեթև թթվաշ, աղի համով ու փխրուն կառուցվածքով տեղական արտադրության այս ֆետան, ինչպես վստահեցնում են կաթնամթերք արտադրող հայկական ընկերությունից, որակապես չի զիջում եվրոպականին։ Նման հատկանիշներով պանիր ստանալը հնարավոր է դարձել իտալական արտադրության այս ուլտրաֆիլտրացիոն սարքավորումը ձեռք բերելուց հետո։ Այս սարքավորումը ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում ենք ձեռք բերել, այն նպատակով, որ արտադրենք փափուկ պանիր, որը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիայով արտադրել ավելի բարձր որակի փափուկ պանիր։ Այս տեխնոլոգիայի շնորհիվ արտադրությունը կազմակերպվում է բարձր մակարդակով, իսկ գործընթացների մեծ մասը ավտոմատացվել է։ Փակ ցիկլով մշակված կաթը տեղամասից տեղամաս տեղափոխվելով անցնում է պանիրի պատրաստման տեխնոլոգիական փուլերը։ Ընկերությունում նշում են, մինչև սարքավորումը ոչ միայն իրենց արտադրամասում, այլև ընդհանուր շուկայում տեղական արտադրության ֆետա գրեթե չի եղել, իսկ արտադրությունը սկսելուց շատ չանցած հայկական ֆետան արագ սիրվել է սպառողների կողմից։ Սարքավորումը թույլ է տալիս 1 ժամում մշակել 5000 լիտր կաթ, որի մշակումից հետո ստանում ենք արդեն պատրաստի խառնուրդ 1.5 տոննա։ Պանիրի պարունակության առնվազն 70%-ը ոչխարի կաթ է, մնացածը այծի։ Այն հնեցվում է աղաջրում մոտ 3 ամիս, հարուստ է սպիտակուցներով, լայնորեն օգտագործվում է տարբեր ուտեստներում, հատկապես աղցաններում եւ սենդվիչներում։ Արֆետո տեսակի փափուկ պանիրն է, որը իրենից ներկայացնում է ֆետա պանիր։ Ինչ-ինչ հանգամանքներից ելնելով մենք չենք կարող նշել ֆետա բառը, այդ իսկ պատճառով նշվում է փափուկ պանիր։ Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որից օգտվել է ընկերությունը, հնարավորություն է տալիս ոչ միայն վերազինել արտադրությունը, այլև զարգացնելու հետբերքահավաքային ենթակառուցվածքները, կառուցել սառնարանային տնտեսություններ, գյուղատնտեսական պահեստներ, ինչպես նաև ձեռք բերել փաթեթավորման և սորտավորման սարքավորումներ։ Ավելին, ծրագիրը թույլ է տալիս ագրոլոգիստիկ ծառայություններ մատուցել նաև այլ տնտեսվարողների։ Ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրի շրջանակում արդեն իսկ ծրագրի մեկնարկից ի վեր ձեռք է բերվել 3582 միավոր սարքավորում, որից 422-ը 2025 թվականին։ Ընդհանուր ծրագրային պորտֆելը ձեռք բերված սարքավորումների դրամային արտահայտմամբ կազմում է 54.1 միլիարդ դրամ։ Ծրագրով յուրաքանչյուր տնտեսվարող կարող է ձեռք բերել մինչև 2 միլիարդ դրամ արժողությամբ ագրոպարենային սարքավորումներ, ընդ որում խոսքը ոչ թե մեկ, այլ փուլային գործարքի մասին է։ Օրինակ, առաջին անգամ ձեռք բերել 1 միլիարդ դրամ սարքավորում, հաջորդ գործարքով 100 միլիոն դրամ եւ այդպես մինչև 2 միլիարդ դրամ սահմանաչափը։ Ծրագրին կարող են դիմել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։ Լիզինգի պայմանագիրը կնքվում է մինչև 5 տարի մարման ժամկետով։ Կառավարությունը սուբսիդավորում է լիզինգի տոկոսադրույքի 10-ից 12%-ը։ Ինչու եմ ասում 10-ից 12%, որովհետև սահմանամերձ բնակավայրերում սուբսիդավորվում է 12%-ը եւ սովորաբար այն հասանելի է դառնում սահմանամերձ բնակավայրերում գործող տնտեսվարողներին կամ 2%-ով կամ երբեմն 0%-ով, իսկ մնացած այլ դեպքերում կառավարությունը սուբսիդավորում է 10%-ային կետը եւ հաճախ տնտեսվարողներին հասանելի է լինում ագրոպարենային սարքավորումները 2 կամ 4%-ով։ Ծրագրին դիմելու պայմանները մանրամասն ներկայացված են էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում։ Ծաղկանուշ Միրզոյան, Սերյան Անտոնյան, լուրեր։